Իսկապես կարդա միջազգային ծրագրի շրջանակում իրենց ջանքերն են միավորել Հայաստանի և Լեհաստանի ազգային գրադարանները, ստեղծարար Եվրոպայի հայաստանյան գրասենյակը և Էջ հրատարակչությունը, իրականացնելու մի քարոզչական ծրագիր, որի արդյունքում եվրոպական տարբեր լեզուներից 10 գիրք կթարգմանվի հայերեն և կներկայացվի մեր ընթերցողական լսարանին։ Առաջինն այդ շարքում պորտուգալացի մանկագիր Ռոզարիո Ալսադա Արաուժոյի Նարինջների երկիր գիրքն է, որի հեղինակն արդեն Հայաստանում է։ Կրթությամբ իրավաբան կոչումով գրող Արաուժոյի առաջին գիրքը «Փոքրիկ աստղի պատմությունը» լույս է տեսել 2002-ին և արժանացել Գյուլբենկյան հիմնադրամի մրցանակին։ Արաուժոն վստահ է, միշտ էլ կարելի է գտնել վիրտուալ աշխարհում ապրող փոքրիկների հոգու բանալին։ First of all, բարև ձեզ. Is that correct? Okay. Ես հավատում եմ, որ լավ պատմությունը մեծ ուժ ունի և կարող է գրավել յուրաքանչյուրին։ Այսօր իհարկե և ֆանտաստիկան է շատ տարածված, և արկածային նովելները, և սիրավեպերը, բայց եթե գործն իսկապես լավն է, միանշանակ կգրավի ընթերցողին, անկախ թե որ ժանրից է գալիս։ Եվրոպացի գրողների օրվան նվիրված միամսյակի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանում որևէ եվրոպացի գրող հյուրընկալելու առաջարկը հնչել է լեհ գործընկերներից։ Բնավ ոչ պատահականորեն ազգային գրադարանում նախապատվությունը տվել են Արաուժոյին։ Մենք սկսեցինք մի փոքրիկ հետազոտություն անել, փորձելով հասկանալ, թե որ գրողներն են արդեն թարգմանված, որ գրողներին թարգմանելու են, փորձեր այստեղ Էջ հրատարակչությանը դիմեցինք և Էջ հրատարակչությունը մեզ առաջարկեց ցանկ այն գրողների, որոնց իրենք թարգմանել են կամ որոնք դեռ ընթացքում են, պետք է թարգմանեն։ Եվ մեր ընտրությունը հենց տարբեր ուսումնասիրություններ անելով կանգնեցինք պորտուգալացի գրող Ռոսարիոյի թեկնածության վրա։ Նոր մեկնարկած նախագիծն առաջիկա 2.5 տարվա ընթացքում 10 եվրոպացի հեղինակների գրքեր կներկայացնի հայ ընթերցողի գնահատմանը։ Ընտրվել են այն լեզուներն ու հեղինակները, որոնք Հայաստանում մեծ ճանաչում չունեն։ Խոսքը գնում է ոչ շատ ներկայացված լեզուների մասին։ Այո, գրողների մեծ մասը բավականին հայտնի են իրենց երկրներում, սակայն Հայաստանում նրանց մասին բնականաբար ոչ ոք չգիտի, որտեղ դրանք երկրներ են, լեզուներ են, որոնցից մենք շատ հազվադեպ ենք թարգմանում։ Հենց պորտուգալերենը, չեխերենը, դաներենը, օրինակ, այդ լեզուներից մի քանիսն են։ Արաուժոյի Նարինջների երկիրը, որ մինչև հաջորդ տարեվերջ կդրվի հայ ընթերցողի սեղանին, հայացք է երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ավստրիայից Պորտուգալիա տարհանված 5500 երեխաների ճակատագրին։ Նրանցից մեկի պորտուգալական նոր ընտանիք տեղափոխված աղջնակի հետպատերազմական տրավմաները հաղթահարելու հուզիչ պատմություն է։ Նոր ընտանիք, նոր մայրիկ, նոր հայրիկ, այսպես այդ ապրումները երեխայի հարմարվելը նոր միջավայրին, կորցրել է ճանապարհին եղբորը, որովհետև իրենց բաժանել են, առանձին ընտանիքներ են տարել։ Մի խոսքով հուզական, այսպես այդ խնդիրները, հետո այդ հիշողությունները, պատերազմական գործողությունների հիշողությունները, թե ինչպես է տատիկը հեքիաթ պատմում ռումբերի ձայնի ներքո։ Եվ այս նույն նախագծի շրջանակում առաջիկայում եվրոպական 4 լեզուներով կթարգմանվի Հարություն Ղուկասյանի «Հանճարների գիրքը» վեպը։ Նունե Ալեքսանյան, Սերյան Անտոնյան, լուրեր։